Հիշացրելի հետևողներ, բարեկամներ, ինչպես եք։ Ես այսօր շատ համեղ ուտեստ եմ պատրաստելու, շատ համեղ պատրաստելու ենք փոքրիկ կոլոլակներ, ոչ թե ապուր ենք պատրաստելու, ոչ թե որևէ կոտլետ ենք պատրաստելու աղացած մսով, այլ պատրաստելու ենք փոքրիկ կոլոլակներ, շատ համեղ սոուսով, որը ես այս կոլոլակները պատրաստում եմ գոնե շաբաթը մեկ անգամ բրնձով, հնդկաձավարով կամ ցանկացած բլավները կողքից մատուցելու համար, այ դուք էլ ինձ հետևեք ու կտեսնեք, որ իրոք դա շատ օգտակար ու շատ լավ հնարք է ընտանիքի անդամներին կերակրելու համար։ Ուրեմն, նախ սկսում ենք կարևոր բաղադրիչը, աղացած միսն է, սովորական տավարի միս է, մի քիչ յուղոտ տեսակը վերցրեք, որպեսզի համեղ ստացվի, եթե միսը միայն չոր միսը լինի, այդքան էլ համեղ չի ստացվում։ Սիրելիներս, ես մի քանի տեսանյութ եմ նկարում ընթացքում, իմ խոհանոցը ահավոր վիճակում է, հիմա ես արագ պետք է պատրաստեմ, որպեսզի հասցնեմ, պանկեյք ենք պատրաստում, 12 գթալ տորթն ենք պատրաստում իտալական, շատ համեղ բաղադրատոմսեր ենք պատրաստում այսօր, ձայնս էլ էսպես, ես դեռ հիվանդ եմ, բայց ոչինչ, աշխատում ենք, ուրեմն 600 գրամ աղացած մսին ավելացնում եմ 1 գլուխ սոխ և 1 ձու, ավելացնում ենք շաքարի փոշի ուզում ասեի, դե լավ էր, սխտորի փոշի, որովհետև դրանից առաջ շաքարի փոշիով խմորեղեն ենք պատրաստում, դրա համար մոռացա, ավելացնում ենք 4 սամիտ, այսա շատ կարևոր բաղադրիչ է, այսպես, և մեզ մնում է սև և կարմիր աղացած պղպեղներն ու աղը, ուրիշ համեմունք ես այստեղ չեմ ավելացնում, արդեն բավական էլ չէ, այսքան էլ հերիք է, և իհարկե աղը ու մի լավ խառնում ենք, եթե նկատեցիք սիրելիներ, ես այստեղ կարտոֆիլ, հաց կամ չգիտեմ ոչինչ չեմ ավելացնում, միայն մաքուր միսն է, դրա համար նշեցի, որ աշխատեք միսը յուղոտ լինի, որպեսզի հյութեղ ու համեղ ստացվի։ Միսը պետք է լավ խառնեք, լավ հունցեք, որպեսզի համեմունքները լավ տարածվեն ու միսը ամբողջությամբ համեմված լինի։ Շատ արագ է պատրաստվում այս ուտեստը, իմ համար շատ հեշտ է պատրաստել, ամենակարևորը շատ օգտակար է։ Օգտակար ասելով ի նկատի ունեմ, որ ոչ մի ավելորդ բան չկա, շատ համեղ պատրաստեք ու կարևորը փրկությունն է, սիրելի կանայք։ Այ երբ որ դուք հունցելուց տեսնում եք այսպես կպչուն է, նշանակում է պատրաստ է։ Սկսում ենք գնդեր անել, փոքրիկ գնդեր ենք անելու, շատ փոքրիկ, որքան հնարավոր է փոքր արեք, ես միշտ ասում եմ, բայց միևնույնն է մեծ է ստացվում, որովհետև մենք հետո սա տապակելու ենք, իսկ բրնձով, հնդկաձավարով և փլավների հետ մատուցելու համար պետք է մի քիչ փոքրիկ լինի, որպեսզի հարմար լինի։ Վերջացրեցի։ Հիմա գնում ենք թավան, դնում ենք, տաքանում ենք, տեսեք իմ փոքրիկ գնդիկները պատրաստ են ու սկսում ենք տապակել։ 1 ճաշի գթալ յուղ, ռեդի յուղ ենք ավելացնում սիրելիներս, տեսեք այս յուղը հրաշք յուղ է իմիջայլոց, շատ ընտիր ուտեսներ են պատրաստվում, խմորեղեններ են պատրաստվում, ռեդի յուղը սիրելիներ եվրոպական յուղ է, արտադրվում է Բելգիայում, խոլեստերին չի պարունակում, հանգիստ օգտագործեք, ես խմորեղեններ եմ թխում, դուք արդեն գիտեք, հրաշք գաթաներ, խվածքաբլիթներ է ստացվում, այնպես որ ձեր խոհանոցը զարդարեք այս յուղով, անպայման պատրաստեք, ձերք բերեք, կտեսնեք, որ չեք փոշմանի, բուսական է, ամենակարևորը խոլեստերին չի պարունակում։ Քիչ այսպես թավալում ենք, որպեսզի հավասարաչափ եփվի։ Սիրելիներ, արդեն որ գեղեցիկ այսպես տապակված է լինում, ավելացնում եմ լոլիկի հյութ։
մարմանը մի թեթև ջրով ողեք, ավելացրեք, դրեք մարման կրակին, թողնում եք մի փոքրիկ միսը եփվի։ Այն հիմա որ լավ եփվել է, անցել է մոտավորապես 7 րոպե, մի փոքրիկ համեմում ենք նաև լոլիկի հյութը, սև պղպեղ և սխտորի փոշի, ինչպես նաև մի փոքրիկ աղ ենք անում։ Տեսեք ինչ գեղեցիկ գույն է, հրաշք է ուղղակի։ Այս ինչ համեղ է, չեմ դիմանում, պատկերացրեք, շատ համեղ տեսք ունի, հրաշք է, տեսեք սիրելիներ, գույնը, պահամը, որ իմանաք ինչքան լավն է։ Այս սրա համար է ասում, բրինձ պատրաստեք հնդկածավալ փլավների տարբեր տեսակներ, սա էլ որ լինում է կողքից, վերջ, ուրիշ ոչինչ պետք չէ, ձեր տան անդամները հաստատ գոհ կլինեն։ Հրաշք է, անպայման պատրաստեք, սիրելիներս, անուշ լինի բոլորիս, հաջողություն։